Այսօր մեր գեղեցկուհու հայրիկի երկնային ծննդյան օրն է։ Եվ ճանաչելով Ռոզային, թակելով նրա ներսի դուռը, վստահ կարող եմ ասել, որ նա արժանի դուստր է։ Հայրիկի անժամանակ կյանքից հեռանալը նրա մեջ շատ բան է փոխել, դարձնելով ավելի ուժեղ, իմաստուն եւ կյանքին առավել հասուն աչքերով նայող աղջիկ։ Եվ ահա այսօր այս աղջիկը պատրաստ է կյանքի նոր, առավել պատասխանատու շրջափուլ մտնելուն, ենթարկվելով ընտանեկան ինստիտուտի կարևորագույն օրենքներին։ Եվ ես վստահ եմ, որ այս իր համար շատ պարտավորեցնող ժամանակափուլում իր աջակից եւ ուժեղ ձեռքը կմեկնի նաեւ Գուրգենը, ով ոչ միայն Ռոզային իր կողակիցը համարելու պատիվը կունենա, այլև կլրացնի նրան ամեն հարցում ձևավորելով օրինակելի հայկական ընտանիքի մոդել։ Աստծո օրհնանքն արդեն թևածում է ձեր գլխավերևում, եւ ես վստահ եմ, Ռոզ, որ այս պահին դու զգում ես նաեւ հայրիկի ներկայությունն ու օրհնությունը, տեսնում նրա ժպտացող եւ գոհունակ աչքերը։ Ես վստահ եմ, որ քո մեջ մեծ էր ցանկությունը, որ Գուրգենն առաջինը հենց նրա հավանությանն արժանանար։ Այս 4 տարիների ընթացքում գիտեմ, որ հայրիկը երբեք բացակայ չի եղել քո կյանքից ու չի լինի, որովհետև նա քո սրտում է։ Գիտեմ, որ շատ է զրուցում իրեն հետ։ Թող շնորհավոր լինի նրա երկնային ծնունդը, որն այսօր դարձավ քեզ համար նաև նոր կյանքի ձևավորման օր։ Նաև գիտեմ, որ այս պահին եւս դու հայրիկին ասելիք ունես։ Այնպես որ խնդրում եմ բոլորիդ ուշադրությունն էկրանին, շնորհակալություն։ Պապ ջան, ծնունդդ շնորհավոր։ Արդեն 4 տարի ամենք միասին չենք նշում այս կարևոր օրը։ Բայց ես հանգիստ եմ, որովհետև դու արդեն շատ ավելի դրախտային տեղում ես նշում քո ծնունդները։ Ապրածս ոչ մի օրում, ոչ մի առիթով չեմ խոստովանել մեծագույն սիրուս մասին, բայց հիմա ուզում եմ գոռամ, որ ես քեզ սիրում եմ։ Միակ սփոփանքը ողջ ողբերգության ներսում հավատի նշույլն է քո զգացածների մեջ իմ սերը գտնելու։ Ու այսօրվանից այսօրը կրկնակի անգամ օշնված է լինելու իմ համար։ 4 տարի առաջ ես չէի էլ պատկերացնում, որ կյանքը կարա այսքան տարբեր գույներ ունենա։ Չգիտեի, որ կգա մի օր, որ մենք էլ երբեք մեր տանը չենք հանդիպի։ Ու ես քո հետ խոսելու համար կգամ